Սպիտակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Դավիթ Թոքյանը ճանաչեց իր աշակերտներից և ուսանողներից շատերին, հատկապես նրանց ու սպիտակցի հասարակ մարդու արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունի դաշնակցությունը։ Լոռու նախկին մարզպետ, քաղաքաշինության նախկին նախարար, որը հասցրել է զբաղվել աղետի գոտու վերականգնման աշխատանքով, եւ վերջապես գյուղնախարար Դավիթ Թոքյանը գյուղ առ գյուղ գիտի խնդիրները եւ հավաստիացրեց, որ դաշնակցությանը քվետալու դեպքում միայն ինքն ու իր ընկերները հնարավորություն կունենան շարունակելու դրանց կարգավորումը։ Հաճախ գնում ենք հանդիպումների մարդկանց հետ եւ մարդիկ ասում են, որ դաշնակցություն այս խնդիրը պետք է լուծել, այս մեծ գլոբալ փոփոխությունը պետք է երկրում իրականացնել, բայց երբ շուռ ես գալիս եւ ժողովրդին ասում ես, գիտես, սիրելի ժողովուրդ, դու մեզ ընդհանուր առմամբ 11 պատգամավորի քվեես տվել հանրապետությունում, մարդիկ զարմանում են, ինչպես։ Այսինքն ստացվում է, որ մեր մարդիկ, մեր ժողովուրդը դաշնակցությունից շատ մեծ ակնկալիքներ ունի, շատ մեծ պահանջ ունի դաշնակցության նկատմամբ, բայց երբ քվե տալու խնդիրն է գալիս, այդ ժամանակ չես հասկանում ինչու մեր քաղաքացին, մեր գյուղացին ուղղորդվում է այլ սկզբունքներով եւ հաջորդ 4 կամ 5 տարին ինքը փնտրում է, թե մեղավորն ով է այս երկրում, որ իր կյանքը չի բարելավում։ Ես կուզենամ, որ այս հարցը նույնպես դուք գիտակցեք, սիրելի ժողովուրդ, հասկանաք, որ պետք է քվե տալ եւ նոր պահանջեք, որպեսզի այս կուսակցությունը ձեզ համար անի, որպեսզի նա կարողանա այդ հնարավորությունը ունենա խորհրդարանում իրականացնելու այն խնդիրները, որոնք դուք պահանջում եք։ Մարզային բոլոր հանդիպումներում դաշնակցական գործիչները մարդկանց մատչելի բացատրում են, որ ընտրակաշառքով քվեարկելը խաթարում է հենց ընտրողի հոգեբանությունը եւ անհնարին դարձնում ընտրյալից կյանքի բարելավում պահանջելու իրավունքը։ Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ է ընտրակաշառքին։ Դաշնակցությունը իր ողջ պատմության ընթացքում հավատարիմ է մնացել իր սկզբունքներին, ազգային իր նպատակներին ու նաև հավատարիմ է մնացել, անդավաճան է մնացել իր գործելակերպին։ Մենք շատ բարձր ենք դասում մեր ժողովրդի արժանապատվությունը։ Մենք մտածում ենք, որ մեր ժողովրդին կաշառելով, մեր ժողովրդին մղելով, այլևայլ ճանապարհներով ձայն բերելու, ձայն տալու, մենք մեր ժողովրդի մեջ հոգեբանություն ենք խեղում։ Որպես համակիր դաշնակցական խմբի հետ սպիտակում էր նաև առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը։ Նա կարևորեց ամբուլատոր ծառայություններն ու պոլիկլինիկաներն անվճար դարձնելու դաշնակցական նախարար Նորայր Դավիդյանի ավելի քան 1 տարի առաջ ընդունած որոշումը։ Նախկինում, եթե այդ ամբուլատորիաներում եւ պոլիկլինիկաներում դուք մարդ չէիք տեսնի, այսօր հերթեր են։ Մարդիկ սկսել են հաճախել եւ 100,000-ավոր մարդիկ այս տարիների ընթացքում անվճար խորհրդատվություն, անվճար բուժում, անվճար դեղեր են ստացել։ 100,000-ավոր մարդիկ, իհարկե կան դեռ խնդիրներ, բայց այս բարեփոխումները պետք է շարունակվեն։ Դուք երբևիցե փորձել եք Հայաստանի Հանրապետության կուսակցություններին, որոնք այսօր մասնակցում են ընտրարշավին, դնել եւ պարզ ուսումնասիրել, որ կուսակցությունը երբ է ձևավորել, ինչպիսի անդամներ ունի, քանի անգամ է քանդվել, քանի անգամ այդ կուսակցությունը այս կամ այն փոփոխություններ, այս կամ տեղատվությունների ենթարկել, այստեղից անցել է այս դիրքերը, այստեղից այս դիրքերը, խնդրում եմ մեկ նայեք այդ կուսակցություններին, կամ կուսակցություններ, որոնք ստեղծվել են 5 ամիս առաջ, 2 տարի առաջ, 4 տարի առաջ եւ այսօր ունենալով լուրջ նյութական ռեսուրսներ փորձում են մեր ժողովրդի քվեն ստանալ եւ երկիրը ղեկավարել առաջիկա 5 տարիներին։ Դաշնակցականները ընտրողներին հիշեցրին նաև, որ կուսակցությունը լուծելիք խնդիրներ ունի նաև երկրից դուրս։ Դրանք են հայապահպանությունը եւ հայ դատի գրասենյակների գործունեության ապահովումը, ինչը եւս մեկ ապացույց է, որ ոչ մի ընտրություն չի կարող դաշնակցության լուծարման պատճառ դառնալ։ Գեորգ Կոչինյան, Երկիր Նաշր։